$500 միլիոն արժողությամբ AI տվյալային կենտրոն կկառուցվի Հայաստանում, տարածաշրջանում իր տեսակի մեջ առաջինը։ Ներդրումային այս ծրագիրը կդառնա հարթակ նորարարությունների, կրթության, գիտության եւ ձեռներեցության համար, տեղական ու միջազգային ստարտափների զարգացում, գիտության ու տեխնոլոգիայի կապի ապահովում, Հայաստանը տարածաշրջանային տեխնոհաբ, արհեստական բանականության իրական ստեղծման վայր։ Սրանք տվյալային կենտրոնի ստեղծման համար նախանշված նպատակներն են։ Firebird-ի, Nvidia-ի եւ Հայաստանի կառավարության մեկնարկած նախագիծը արմատապես փոխելու է մեր տարածաշրջանի տեխնոլոգիական քարտեզը, նշում են պատասխանատուները։ Արհեստական բանականությունը առհասարակ մեր տնտեսությունը հնարավորություն ունի ավտոմատացնելու այն չափի, որ մենք մեր 3 միլիոն բնակչությունով կարողանանք տասնապատիկ ավել բնակչություններին հավասար ավելի տնտեսական արժեք ստեղծենք։ Նման հնարավորություն ունենալու համար մեզ կարևոր է հասանելիություն եւ մատչելիություն բարձր հաշվողական ռեսուրսների։ Եվ արհեստական բանականության տվյալային կենտրոնը, որ լիահույս ենք, որ Հայաստանում բարի հաջողությամբ կիրականացվի, հենց այն ճանապարհն է եւ այն դարպասներն են, որ բերում են հենց այս ամեն ինչին ավելի մոտիկ, որ մենք ունենանք տեղական ենթակառուցվածք, որ մեզ կօգնի արհեստական բանականությամբ զբաղվող նորարարների ավելի շատ քանակ ունենալ, ավելի բարդ խնդիրներ լուծել եւ արդյունքում ավտոմատացնել մեր տնտեսությունը, որը մեր ազդում է ուղիղ մեր ազգային մրցունակության վրա։ Firebird-ի հիմնադիրները մեր հայրենակիցներն են։ Ընկերությունը դարձել է Nvidia-ի եվրոպական տարածաշրջանում գլխավոր գործընկերներից մեկը, եւ հենց նրանց գաղափարն է եղել նման նախաձեռնությունը բերել Հայաստան։ Նախատեսվում է 2026 թվականից սկսել ծրագրի իրագործումը։ Կտեղակայվեն հազարավոր Nvidia Blackwell GPU-ներ, կձևավորվի ավելի քան 100 մեգավատ հզորությամբ ենթակառուցվածք։ Nvidia ընկերության գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը անդրադարձել է Հայաստանում նոր AI տվյալային կենտրոն կառուցելուն։ AI տվյալային կենտրոնները 21-րդ դարի ենթակառուցվածքներն են։ Հայաստանի հետ մեր գործակցությունը կնպաստի արհեստական բանականության հնարավորությունների զարգացմանը, նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը եւ տնտեսական աճին ամբողջ տարածաշրջանում։ Կառավարության նիստում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը նշել էր, Firebird-ը Nvidia-ից պետք է ձեռք բերի նոր սերնդի գրաֆիկական պրոցեսորներ, որոնք համալրված են ամենաառաջատար չիպերով, ինչը հնարավորություն կտա արհեստական բանականության հաշվողական ռեսուրսների cloud ծառայություններ մատուցել եւ հայաստանյան տնտեսությանը եւ աշխարհի տարատեսակ տեխնոլոգիական ընկերություններին, որոնք հիմնականում նորարարություններով են զբաղվում։ Հետազոտողները, գիտնականները, մասնավոր բիզնեսը կարող են օգտվել վարձակալել Firebird-ի արտադրած բարձր հաշվողական ռեսուրսը եւ կիրառել իրենց հետազոտություններում։ Որոշ հատված կառավարությունը նախատեսում է հասանելի դարձնել հայաստանյան ստարտափ էկոհամակարգի համար, AI մասնագետների համար, հետազոտողների համար, բայց հասկանալի է, որ մենք խոսում ենք մեծածավալ ռեսուրսների մասին, այսինքն հիմնական մասը բնականաբար ընկերությունը cloud ծառայությունների միջոցով պետք է հասանելի դարձնի եւ վաճառի աշխարհի տարբեր երկրներում ընկերություններին։ Իսկ ինչ է տվյալային կենտրոնը հնարավորինս մատչելի լեզվով, ինչպես կարող է այն կիրառել լայն հանրությունը։ Դա կարող լինի դպրոցական, կարող լինի բժիշկ, որ արհեստական բանականության մոդելներ են մշակում։ Բայց բացի դրանից ովքեր որ մշակում են, նաև նրանք ովքեր որ դրանք կարող են ուզենան մշակածը կիրառեն, լավարկեն։ Դրանք կարող են ստարտափներ, կարող լինեն գիտնականներ, ովքեր որ հետազոտություն անում, օրինակ դեղագործության ուղղությամբ։ Դրանք կարող են լինել շրջակա միջավայրի հետազոտողներ, դրանք կարող են լինել մեծ տվյալների հետ գործ ունեցող անձիկ։ Թե որտեղ է տեղակայվելու AI տվյալային կենտրոնը դեռ պարզ չէ։ Հարցը քննարկման փուլում է, բայց լինելու է Երևանից դուրս բնակավայրերին ոչ մոտ եւ այնպիսի տարածքում, որտեղ հոսանքների եւ հովացման համար ենթակառուցվածք կա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում նշել էր, որ առաջարկել է այս ներդրումային ծրագիրը իրականացնել ակադեմիական քաղաքում, որտեղ մեծ տարածքներ եւ հնարավորություններ կան։ Եվ նաեւ ակնհայտ է, որ այս ենթակառուցվածքը մեծ թվով համապատասխան որակավորում ունեցող մասնագետների կարիք է ունենալու եւ նաեւ կարծում եմ, որ կարող է ակադեմիական քաղաքի նախագծի հետ եւ տեխնոլոգիական կլաստերի հարևանությամբ այս նախագծի գործարկումը իրականում կարող է սիներգիա ստանալ։ Մի բանում մենք վստահ ենք, որ համապատասխան ծավալի էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորություններ մենք ունենք, մեր երկիր ունենք, այսինքն ի սկզբանե այդ հաշվարկները դրված են եղել տակը այս նախագծի հիմքում։ Հայաստանի ամենաուղիղ օգուտը գերժամանակակից հաշվողական ռեսուրսի առկայությունն է մեր երկրում, նշում է փոխնախարարը։ Հավելում, նախապատվությունը տրվել է մեր երկրին, հաշվի առնելով տեղական ենթակառուցվածքը մարդկային ռեսուրսը։ Ուղիղ տնտեսական օգուտը բնականաբար
տվյալ ընկերության տնտեսական հաջողություններն են, որը որ գեներացնելու է համապատասխան հարկային մուտքեր պետական բյուջե, եւ մենք ուզենք, որ այս եւ այլ նմանատիպ ընկերությունները բնականաբար հաջող են, որոնք կբերի պետական բյուջեին լրացուցիչ մուտքեր։ Եվ նման ենթակառուցվածքը լիահոսենք, որ ավելի մատչելի հասանելիություն կապահովի նմանատիպ ռեսուրսների, մրցակիցների համեմատ։ Շահառու ոլորտի ներկայացուցիչները տվյալային կենտրոնի կառուցման գաղափարը դրական են համարում։ Բարձր տեխնոլոգիաների ոլորտում գիտությունը եւ ինովացիան շատ մեծ դեր ունի նոր բիզնես ստեղծելու համար, որը գալիս է հետազոտական research-ից, ու հիմա research-ը շատ կարևոր է, որ ունենա հաշվողական ռեսուրսներ, ու եթե միջավայրը ստեղծի հաշվողական ռեսուրսների հասանելիությունը մեր գիտնականներին կամ համաշխարհային գիտնականներին, ովքեր շատ մեծ պահանջարկ ունեն հաշվական ռեսուրսների, ապա դա միանգամից կստեղծի ինովացիաներ։ Եթե ստեղծում են ինովացիաներ, դրանք դա ներգրավում է փողեր, այսինքն ներգրավում է վենչուրային կապիտալ։ Երբ որ դու ունես արդեն ինովացիաներ, վենչուրային կապիտալ, արդեն ստեղծում են ընկերություններ։ Այսպիսով պատասխանատուների համոզմամբ այս նախաձեռնությամբ Հայաստանը ոչ միայն արձագանքում է գլոբալ տեխնոլոգիական փոփոխություններին, այլև դառնում այդ գործընթացների մասնակից։ Ձևավորվում է նոր հարթակ, որտեղ տեղական ներուժը հնարավորություն կունենա ստեղծելու արդիական լուծումներ միջազգային զարգացումներին համապատասխան։ Լիանա Խաչատուրյան, Սեյրան Անտոնյան, Լիլիթ Հովանիսյան, Կիրակ Նորյալ ուրեր։